կեր չեմ տալի, դրա համար մոտիկ են գալի, գիտեն կեր ենք տալի։ Աշխարհով մեկ են լինում Ռանչպարի ավազաններում լող տվող այս ձկները, երբ 2-3 օր դադարից հետո իրենց վերջապես կերակրում են։ 2-3 օրը մեկ կարող է ստամ կամ չտամ, դա չսատկելու համար, որ չսատկի այնքան որ մնա։ Ձկնաբույծ Արմենի խոսքով, երբ ռուսական շուկան փակ չէր հայկական ձկնամթերքի համար, խոշոր արտահանողները իրենց ավազաններից էին ձկներ տանում։ Սահմանափակումներից հետո արդեն 2 ամիս է ոչ մի ձուկ չի վաճառվել, եկամուտ չկա անգամ ձկներին կերակրելու համար։ Հրծավ կերը։ Օրական 400-ից 500 կիլոգրամ կեր է պետք, 1 կիլոգրամն էլ 900 դրամ արժե։ Նա պետք է վաճառել, որ նորից մյուս պարտիայի համար կեր գնեի, մնացած հարցերը լուծեի։ Այս պահին մինչև 30 տոննա վաճառքի ձուկ ունի Արմենը։ Սրանք սա վաճառքի ձուկ է արդեն, կիլո կեսանոց ձկներ է։ Եվրոպայում հայկական ձկները հեռանկար չունեն, համոզված է ձկնաբույծը, ռուսների հետ աշխատելու փորձ կար։ Հիմա չի պատկերացնում ինչ պետք է անել։ Շուկա պետք է ստեղծվի, կամ չգիտեմ, ոնց որ Ռուսաստան արտահանել են, նույն ձև մի բան անեն, չգիտեմ ինչ են անում։ Արտահանում չկա, հայկական շուկայում էլ ձկնամթերքի գներն ընկել են, խոշոր կորուստներն անխուսափելի են, ասում է Արմենը։ Ես գործի մեջ 10 ամիս եմ, այդ ընթացքում ինչ կարած արել եմ, սենց ասեմ, էլ չեմ կարող։ Գներն էլ լրիվ անկում ա եղել 1500 դրամ, 1600 դրամ, ընդհանրապես իմաստ էլ չկա վաճառք անելու, տվ 1700-8 ինքնարժեքն է, որը որ մեր վրա նստած է, կոմպլեկտի վրա այդքան նստած է։ Ամեն ամիս մոտ 6 միլիոն դրամ է ծախսում։ Միայն հոսանքի համար պետք է 1 միլիոն 600 000 դրամ վճարի։ Վարկով, չգիտեմ, գույք, ռեստորան, ինչ կար սա գրավ են գրել, սրա մեջ ենք մտել ու տենց։ Ստացեց որ սկել լավ գործ։ Սա գրավի տակ է հիմա։ Որպեսզի չփակվեն իրենց տնտեսությունները, ձկնաբույծները կառավարությունից պահանջում են աջակցություն այնքան ժամանակ, մինչև նորից իրենց արտադրանքը կարողանան արտահանել։ Պետությունը պետք է ինչ-որ մի բան անի, ինչ-որ սուբսիդիաներ տրամադրեն, ինչ-որ բան անեն, որ ձկնանի ինքնարժեքը մեր վրա ցածր նստի, չգիտեմ թե հոսանքի տեսքով կլի, թե կլի կերի տեսքով։ Հիմա փոքր տնտեսություն է, մարդիկ կան միլիոնավոր դոլարների մասին է խոսքը։ Աննա Գյուրնազարյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։